Նոյեմբերի 28-ին գումարված հերթական նիստում Երևանի ավականին հավանություն է տվել Երևան քաղաքի 2012 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անկախ աուդիտ անցկացնելու նպատակով աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին որոշման նախագծին։ Ավականին միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել Medical Invest սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից ներկայացված Քանաքեռ Զեյթուն բժշկական կենտրոն Փակbaşնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու եւ ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկին։ Կառավարումը դա ոչ վարձակալություն է, ոչ սեփականություն է։ Գույքը ամբողջությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ է եւ Երևան քաղաքի սեփականությունն է։ Այն կազմակերպությունը, որը համաձայնվել է կառավարումը վերցնել իր վրա, փորձնական մենք նախնական 5 տարի ժամկետով պայմանագիր կկնքենք, եթե իր պայմանագրի կետերը ամբողջությամբ կատարեց, լրացուցիչ պայմանագրում հնարավորություն ենք ընձեռնել, որ եւս 5 տարի ավելացնենք։ Իսկ այս ներդրումը, որ 6 միլիոն դոլարի ներդրում է, 3 միլիոնը առաջի 5 տարվա ընթացքում, երկրորդ 3 միլիոնը հաջորդ 5 տարիների ընթացքում պետք է իրականացնել։ Եվ այս փորձով մենք հետագայում կշարունակենք մյուս մեր առողջապահական հիմնարկներին, որ կարողանանք ներդրումներ իրականացնել։ Եթե կազմակերպությունը շեղվեց ժամանակացույցից, անպայման մենք ավականու անդամների հետ կվերանայենք այս որոշումը։ Հաշվի առնելով Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև կիրառելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով ամրագրված տարբեր թուրքերի համար գոտիավորման սկզբունքը, Երևանի ավականին միաձայն կողմ քվեարկությամբ սահմանել է Երևան քաղաքի վարչական տարածքի 2013 թվականի տեղական հարկերի եւ թուրքերի դրույքաչափերը։ Երևանի ավականին հավանություն է տվել նաև Արցախյան պատերազմի ազատամարտիկ Հայկ Խաչատրյանի, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադիր Ռուբեն Դրամպյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշման նախագծերին։